Արևելյան շքեղության հանդեպ հոգեբանական կախվածությունը նվաճել էր հռոմեացիների միտքը, և սա, ինչպես որոշ մասնագետներ պնդում են, դարձավ Հռոմի անկման հիմնարար պատճառներից մեկը։ Շքեղության ապրանքների ներմուծման համար Հռոմին ոսկի և արծաթ էր պետք։ Հռոմի թանկարժեք մետաղների պաշարները բառացիորեն արտահոսում էին դեպի արևելք։ Կանգնելով կանխիկի լուրջ ճգնաժամի առաջ, Հռոմը դիմեց հուսահատ ճակատագրական քայլի՝ դրամի արժեզրկման։ Նրանք սկսեցին էժան պղինձ և բրոնզ խառնել արծաթե դինարիուսին, այն հիմնական դրամին, որով վճարվում էր կայսրության պաշտպաններին, այսինքն լեգիոններին։ Օգոստոս կայսրի օրոք մետաղադրամը 95% մաքուր արծաթ էր։ Երրորդ դարում մետաղադրամն արդեն 5%-ից էլ պակաս արծաթ էր պարունակում։ Սա հանգեցրեց պատմության առաջին հիպերինֆլյացիային և բնականաբար տնտեսական ճգնաժամին։ Իսկ երբ փլուզվում է արժույթը, դրա հետ մեկտեղ փլուզվում է նաև բանակը։ Հռոմեական լեգիոնները հրաժարվեցին արյուն թափել անարժեք պղնձի համար։ Երբ զինվորները չեն վարձատրվում իրական արժեք ունեցող փողով, ապստամբություններ են բռնկվում։ Զորքը սկսեց հավատարիմ լինել նրան, ով իրական ոսկի էր խոստանում, կլիներ դա կայսրը, թե կայսրի հակառակորդը։ Հռոմեական լեգիոններից շատերը պարզապես լքեցին իրենց դիրքերը, սահմանները թողնելով բաց, և վերադարձան դաշտեր՝ որպես ֆերմերներ, միայն թե կարողանան կերակրել իրենց ընտանիքներին։